Վեճերի լուծում ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ քրեական ենթամշակույթի կանոններով բացահայտվել է ապօրինի սխեմա, որում քաղաքացիների անձնական և ֆինանսական խնդիրները լուծվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց միջամտությամբ։ Քրեական վարորդի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Արմեն Կիլենկարովը հանդիսանալով քրեական հեղինակություն, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ եւ միջազգային հիերարխիկ հարաբերություններ ոչ տված անձանց միավորում, որոնց նպատակը վերնշված վարքագծի կանոններով անօրինական եղանակով, այդ թվում նաև մասնավոր հարցերի լուծում տալն է եղել։ Ըստ նախաքննության Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Տարոն Ուլիխանյանը փորձելով հետ ստանալ շուրջ 3.300.000 դրամ պարտքը դիմել է քրեական հեղինակություն համարվող Արմեն Կիլենկարովի խմբավորման մասնակից Արտակ Անտոնյանին։ Սակայն տեսնելով, որ վեճի լուծումը պարբերաբար հետաձգվում է, երկարաձգվում է, այդ իսկ պատճառով Տարոն Ուլիխանյանը որոշում է կայացրել նշված խմբավորման անդամ անցածող Արայիկ Փարսադանյանի միջոցով դիմել Արմեն Կիլենկարովին։ Արմեն Կիլենկարովը ստանձնելով նշված հարցի լուծումը հանձնարարություն է տվել իր խմբավորման անդամներ հանդիսացող Արայիկ Փարսադյանին եւ Արտակ Անտոնյանին, որպեսզի վերջիններս հանդիպում կազմակերպեն Տարոն Ուլիխանյանի, ինչպես նաև այն անձանց հետ, ովքեր Տարոն Ուլիխանյանի հետ ունեն գումարային խնդիր։ Այնուհետև ըստ մեղադրանքի կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում Կիլենկարովը որոշել է, որ ի սկզբանե պահանջվող 3.300.000 դրամ պարտքի փոխարեն Տարոն Ուլիխանյանին պետք է վճարեն 1 միլիոն դրամ։ Տրամադրել է երկամսյա ժամկետ, որպեսզի վերջիններս գումարը վճարեն Տարոն Ուլիխանյանին։ Արմեն Կիլենկարովի կողմից սահմանած եւ որոշած գումարի չափի մասով նշված անձին գումարը վճարեն Տարոն Ուլիխանյանին եւ ի վերջո նշված վեճը անօրինական եղանակով հարթվել է։ Երկրորդ դրվագով ըստ դատախազի մեկ այլ վեճի շրջանակում Տարոն Ուլիխանյանը կրկին դիմել է Կիլենկարովին, որը ստանձնել է հարցի լուծումը։ Մասնավոր վեճը Տարոն Ուլիխանյանի օգտին լուծելու նպատակով Արմեն Կիլենկարովը Ուլիխանյանի հետ ֆինանսական խնդիրներ ունեցած քաղաքացու հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է։ Արմեն Կիլենկարովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու եւ քրեական ենթամշակույթ գրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ Սույն քրեական վարույթով Արայիկ Փարսադանյանին եւ Արտակ Անտոնյանին, որոնք հանդիսացել են քրեական ենթամշակույթ գրող խմբավորման անդամներ եւ իրականացրել են Արմեն Կիլենկարովի հանձնարարությունները, վերջիններս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը մասնակցելու համար, իսկ Տարոն Ուլիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու դրվագ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով, այն է քրեական ենթամշակույթ գրող խմբավորմանը դիմելու համար։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Կիլենկարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Տարոն Ուլիխանյանի, ինչպես նաև խմբավորման ենթադրյալ անդամներ Արայիկ Փարսադանյանի եւ Արտակ Անտոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Նրանց մասով վարույթն անջատվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ գործն ուղարկվել է դատարան։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։